Այ հիմա ուզում եմ խոսամ աղջիկներից։ Բոլոր այն աղջիկներից, ովքեր ինձ նայում են օծի հայացքով։ Կարող եմ իմանալ, ինչ եմ արել ես ձեզ։ Չէ, լուրջ։ Ինչ եմ արել ես ձեզ։ Ինչի համար եք ինձ դուք նայում նենց, ոնց որ ես ձեզանից տարել եմ ձեր ուլին։ Ինչ-որ շատ ջղայն եմ այսօր, չգիտեմ, ներվայնացած եմ։ Ժողովուրդ ջան, ես երբեք ինձ չեմ գովում։ Այն մարդիկ, ովքեր ինձ երկար են ճանաչում, գիտեն, որ ես ինձ չեմ գովում։ Երբեք չեմ գովել իմ արտաքինը, իմ գիտելիքները, թե ինչ կարամ ես անեմ եւ այլն եւ այլն։ Հələ հակառակը, ես ամեն անգամ բարձրաձայնում եմ իմ խնդիրները, թե ինչից եմ ես վատ, ինչ խնդիրներ ունեմ, ինչ չեմ կարող անել, ինչից եմ թույլ եւ այլն։ Բայց հասկանում եմ, որ աղջիկները տեսնում են դիմացի աղջկա ինչ որ մի բան, որը իրենք չեն կարող ունենալ։ Ու դա իրանց ներվայնացնում է, որովհետև իրանք թարախ են։ Դա աղջիկների մի զանգված է, որոնցից պետք է ուղղակի հեռու մնալ։ Ես երբ որ տեսնում եմ ինչ որ մի աղջկա, ով որ ունի գեղեցիկ արտաքին, մազեր, քիթ, աչքեր, չգիտեմ, գեղեցիկ կազմվածք, այդ ասել էի, չեմ հիշում, դավ ինչ որ այա, ինչ որ մի բան, երբ որ աղջիկը ունի շատ գեղեցիկ, գիտեք ինչ, ես իրան օծի պես չեմ նայում, ես մոտիկանում եմ ու ասում եմ, շատ գեղեցիկ է, կամ շատ գեղեցիկ ես, կամ ինչ որ մի բան, շատ ժպիտով, շատ սրտանց, որովհետև հասկանում եք, դա բարության մի ձև է, որ տվյալ մարդը իրան լավ զգա։ Ու հետո էլ աղջկա կոմպլիմենտը ամենագնահատվածն է, տղաները շատ կարան կոմպլիմենտ անեն, բայց երբ որ աղջիկն է կոմպլիմենտ անում աղջկան, դա իսկ ինչ մեղքս թաքցնեմ, ինձ շատ քիչ աղջիկներ են կոմպլիմենտներ անում, բայց շատ հանգիստ եղեք, դա չի նշանակում, որ ես տգեղ եմ, ու դա երբեք իմ գնահատականը չի իջացրել։ Ավելին ասեմ, այն բոլոր թարախ հայացքները, որոնք ինձ են ուղղված եղել, իմ գնահատականը ավելի են բարձրացրել։ Ու ինչքան էլ դուք այդպես նայեք, խոսեք իմ հետևից մտածելով, որ ես դա չեմ հասկանա եւ այլն, սիրելիներս, ես ամեն ինչ տեսնում եւ հասկանում եմ։ Նույնիսկ այն մանրուքները, որոնք դուք միգուցե եւ շատ քիչ եք ցույց տվել։ Նենց որ մնացեք ձեր չռին կոպիտ ասած։